Ողջույն, ես Շահանեն եմ, Հայկ Արմենիայի գործադիր տնօրեն եմ։ Հայկ Արմենիան միայն հավելված կայք ու այցելուների կենտրոն չէ, մենք նաև զբաղվում ենք արահետաշինությամբ ու արահետների բարեկարգմամբ։ Իրականում տարվա կտրվածքով մեր ամենամեծ ներդրումը ժամանակի և ռեսուրսների առումով ուղղվում է հենց արահետների բարեկարգմանը։ Մինչև այս տարի արահետների ամբողջ բարեկարգումը մենք իրականացրել ենք մեր գործընկերների հետ միասին։ Այս տարվանից սկսած որոշել ենք այդ աշխատանքը պատվիրակել մեր ամենախիտ արահետներով բնակեցված մարզերի մարզաբնակներին։ Տարեսկզբից Տավուշի, Լոռու, Վայոց ձորի և Սյունիքի մարզերից հավաքել ենք առայժմ 30 հոգանոց թիմ, ում տալիս ենք տարատեսակ հմտություններ, որպեսզի նրանք պատրաստ լինեն մայիս ամսից լծվել արահետների պահպանման և սպասարկման գործընթացին։ Ունեցել ենք դասընթացներ Հարավում, Վայոց ձորի և Սյունիքի մարզերի աշխատակիցների համար, ինչպես նաև Հյուսիսում, Լոռի և Տավուշի աշխատակիցների համար, իսկ այսօր արդեն հրավիրել ենք մասնագետի Շվեյցարիայի Ալեգրա կազմակերպությունից, որպեսզի նրանք սովորեն ավելի արհեստավարժ տեխնիկաների արահետի վրա աշխատանքի և այս պահին Անտառու Տամբերդ արահետի վրա մեր թիմի առաջնորդները սովորում են, թե ինչպես աշխատել կամուրջի վրա։ I'm Jerry, I'm from Italy and I'm a trail builder since almost 20 years ago. I work for a Swiss company, Alegra. Alegra building trails and teaching how to maintaining the trail in different countries. I'm here in Armenia for training the guys how to maintaining and building the hiking trail. And in this week we touch different topics like the erosion of the water, how to manage the erosion of the water on the trail. Another topic is how to building the bridge. In this case here we done building from zero, but we saw that this trail have already the iron base fundament, so we decide just to cover and make more nicer look, not just for looking, but also the handrail was a bit too low and we decided to make a bit higher. So everyone, they feel more safety when they cross it. And I work with 10 different guys. They come from all part of Armenia. And someone they are good to work with rocks, someone they are better to work with wood, but it's a good group and I like work with these guys because they want to learn something. They are a good worker, I can say. Ես Շուշանն եմ Ռուբենյան, արդեն մի քանի տարի աշխատում եմ Հայկ Արմենիայի հետ, երկար ճանապարհ ենք անցել, հիմնականում արահետներն եմ գնահատում, գնահատումը արվում է արահետների սպասարկումից առաջ և հետո, երբ սկզբում եմ գնում, նշում եմ, տեսնում եմ արահետը ինչ վիճակում է, ինչ փոփոխություններ պետք է արվի, ու այդ ամենը փոխանցում եմ արահետ սպասարկող թիմին, որից հետո, սպասարկումից հետո մի անգամ եմ քայլում ու գնահատում վերջնական արդյունքը։ Արդեն երկրորդ շաբաթն է, մասնակցում եմ արահետների սպասարկման դասընթացներին, ճիշտ է ես սպասարկման աշխատանքներին չեմ մասնակցում, սակայն սա ինձ օգնում է արդեն հասկանալ արահետի սպասարկման աշխատանքների բուն էությունը ու օգնում է նաև ավելի արդյունավետ գնահատումը կատարել։ Բարև ձեզ, ես Գառնիկն եմ Վայոց ձոր մարզի Արտավան գյուղից։ 2017 թվականից աշխատում եմ որպես բնապահպան։ Իմ բուն գործունեությունը ծավալվում է Արտավան և Սարավան համայնքներում, մենք իրականացնում ենք բնապահպանական աշխատանքներ։ Արտավանում արահետաշինության հետ մեկտեղ նաև սկսեց զարգանալ տուրիզմը և ներկայումս ունենք տուրիստների շարժ, քայլարշավորդներ, որոնք օգտվում են համայնքում առկա վրանատեղիից, օգտվում են համայնքում առկա բնական բարիքներից։ Հայկ Արմենիան կազմակերպել է դասընթացներ խմբի ղեկավարների հետ կապված։ Մենք վերապատրաստում ենք, ունենում ենք մեր թիմը և ամեն մեկս իր մարզում, իր համայնքում իրականացնում է արահետաշինական աշխատանքներ։ Բարև ձեզ, ես Արթուրն եմ, արդեն 2 տարուց ավել աշխատում եմ Հայկ Արմենիայի հետ, սկաութինգ եմ անում, նշանակում է նոր արահետներ եմ փորձում գտնել,
հայկական ազգային արահետի համար հունվարից արդեն միացել եմ Հայք-Արմենիայի թիմին ու որպես սպասարկման խմբի ղեկավար։ Ունենալու ենք մարզերում սպասարկում կատարելու համար խմբեր, 4 մարզում ընդհանուր ու պետքա արահետները գոյություն ունեցող արահետները սպասարկենք։ Այս տարի քանի որ Սյունիքում շատ գործ ունենք, ես լինելու եմ Սյունիքում հիմնականում մինչև սեզոնի ավարտ, իսկ Լևոնը մնացած 3 մարզերում։ Լևոնը ես եմ։ Անցած շաբաթ տրեյնինգ ենք անցնում Տավուշի մարզում խմբի մասնակիցների հետ։ Այս պահին տրեյնինգ անցնում ենք Երևանում դեպի արահետներ ուղևորություններով հենց թիմ լիդերների համար, այսինքն ամեն խմբի ղեկավարների համար։ Ավելի մանրամասն Եվրոպայից հրավիրված փորձագետի հետ ուսումնասիրում ենք արահետների պատրաստման, պահպանման մանրամասները, սկզբունքները, ստանդարտները ու հենց ամեն օր արշավային արահետների վրա կոնկրետ գործ ենք անում, դրանով նաև փորձառություն ձեռք բերելով։ Մարզերի բնակիչների մասնակցությունը այս աշխատանքներին այստեղ շատ կարևոր է, քանի որ իրանք փաստացի այդ արահետներից նաև օգտվում են, բայց իրանք նաև հասկանում են այդ ենթակառուցվածքների նշանակությունը ոչ միայն տուրիստներին ներկայացնելու, այլև իրանց համար։ Այսինքն շատ կարևոր գործ է ոչ միայն երկիր էկող հյուրերի համար, այլ փաստացի ենթակառուցվածքներ են սարքվում, որոնք հենց տեղացիներին ամենաառաջին անուղղակի օգուտն են տալիս։ Մեր թիմում հավաքված են շատ տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ, երաժիշտներ, ինժեներներ, շատ տարբեր, բայց մեզ բոլորիս միավորում է Հայաստանում էկոտուրիզմի զարգացումը եւ մենք դա պատկերացնում ենք արահետաշինության եւ արահետների շուրջ տուրիզմի զարգացման միջոցով։ 2023 թվականից մենք կառուցում ենք Հայաստանի ազգային արահետը, որը ձգվում է հյուսիսից մինչև հարավ, գյուղ է գյուղ մոտ 1000 կիլոմետր։ Հույս ունենք, որ թիմը, որ աշխատում է այստեղ, 2028 թվականի ավարտին այնքան արհեստավարժ կլինի, որ կկարողանա կրթել նոր սերնդի, նոր կամավորների ներգրավել աշխատանքում, որպեսզի իրենք սեփականության զգացողությամբ մոտենան արահետներին, պահպանեն արահետները եւ ինչու՞ չէ նաեւ ապահովեն տարեց տարի սեզոնային աշխատանքով։ Okay, Jerry, Barev. Yeah, Barev. I have a question for you. Tell me. If we ask you again to come back and work with Hayk-Armenia for more training, more difficult techniques, or to build a new trail, would you come back? Immediately. 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 I Why? come. I like Armenia. I like the people. You like the people? Friendly, food, Yeah. and the place. Okay. You have a nice place in Coming Armenia. from an Italian, that you say the food is good, I take it as compliment. Yeah, because usually I'm moving around the world and I can't say this is a good food.